Ինչպես տեսնում ենք, իշխանությունը բացահայտ ճնշումներ, հալածանքներ է կիրառում, ձեր կարծիքով նա այդ ամեն ինչը ստիպված է անում եւ արդյոք Փաշինյանը այս եղանակով կհաջողվի նորից իշխանության այսպես գալ եւ 2026-ին նորից ստանալ ժողովրդի քվե։ Չէ, իմ կարծիքով բանը, եթե ժողովուրդը արտար լինի, ինքը պետք է ոչ չընդդի։ Մի հատ երկրում ինչի են ավտորիտար կամ տոտալիտար պրոցեսներ սկսվում միանշանակ ճարահաձալությունից, հա, ռեսուրս չունի, ուրիշ միջոց չունի այդ հարցերը կարգավորելու, հասնում է ամեն ինչի վրայով եւ փորձում է անել անհասկանալի կամ անորոշության մեջ գցող կամ մարդկանց խելագարության հասցնող, չգիտեմ ինչ միջակների, որովհետեւ դրանով փորձի ինչ-որ հարցեր իր համար շահել կամ ժամանակ շահել։ Ինքը 90-ական թվականներից պես անընդհատ հալածվել է, որովհետև միշտ ընդդիմադիր է խաղացել, դրա համար հիմա վախենում եմ հանկարծ ձեռից առնեն թագը, գա։ Չգիտեմ, չեմ կարծում։ Ես բոլորի տեղը չեմ կարող պատասխանել Ազիջան, բայց ես ով չեմ ընտրելու իրան։ Ես եթե ժողովուրդը իմաստուն է, ուրեմն իրան չի ընտրի, եթե իմաստուն չէ, ուրեմն թող երթան տարապի։ Ժողովրդի ձայնը ինքը կյանքում չի ստանա։ Մեկը ես իրան մենակ 18 թվին եմ, այն է սխալվա ուրցին տվեցի,